Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, եթերում ավետարանի մեկնությունն է։ Ամեն երեքշաբթի մեզ համար ավետարանական պատմություններն է մեկնում Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Աստված օգնական։ Աստված բավան։ Այսօր սրբազանը մեկնելու է Հիսուսի գործած հրաշքներից մեկը։ Ընթերցենք ավետարանական պատմությունը։ Եվ դարձյալ դուրս ելնելով Տյուրոսի և Սիդոնի սահմաններից եկավ Գալիլեայի ծովեզրը, Դեկապոլսի սահմաններից ներս։ Նրա առաջ բերեցին մի խուլ ու համր մարդ և աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրա։ Եվ Հիսուս նրան ամբոխից մի կողմ տանելով իր մատները դրեց նրա ականջների մեջ և այնտեղ թքեց, ապա բռնեց նրա լեզվից, դեպի երկինք նայեց, հոգոց հանեց և ասաց. «Եփաթա», որ նշանակում է բացվիր։ Եվ իսկույն նրա լսողությունը բացվեց, և լեզվի կապանքներն ընկան, և խոսում էր ուղիղ։ Եվ նա նրանց պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, բայց ինչքան էլ նա պատվիրում էր նրանց, նրանք էլ ավելի էին տարածում, և ավելի ու ավելի էին զարմանում և ասում. «Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին խոսել»։ Սրբազան հայտնի է, թե ինչու Հիսուս առանձնացրեց խուլ ու համրին ամբոխից, ինչու բոլորի ներկայությամբ չարեց այդ գործողությունները։ Տեր Հիսուս երբեմն ուրիշներու ներկայությամբ հրաշքները կործում էր, երբեմն ալ առանցին։ Մենք գիտենք, որ ավետարաններն անհավատությունը Հիսուս զսկում էր։ Եվ այդ անհավատությունը մի տեսակ բացասական ազդեցություն կգործեր մթնոլորտին։ Մտածեցեք, որ սեր շուրջը մարդիկ կան, քիմձի ծաղով գնային։ Կամ մարդիկ կան, որոնք պիտի չհասկանան սեր ըրած շարժումները այդ բժշկության ադեն։ Լեզուն դուրս հանելը, մատեր ընդնելը, կարելի է ծիծաղելը կա ուրիշներուն և խանգարեն այդ մթնոլորտը, հետևաբար Տեր Հիսուս այս հիվանդը իր հարազատներով միասին ամբողեն գզադե և առանցինն գվարվի։ Երբեմն Տեր Հիսուս նույնիսկ իր աշակերտներուն մեջ այդ զանազանությունը կներ, օրինակ այլագերբության բախուն 3 աշակերտները արավ, նույնիսկ ամբողջ 12-ը չարավ։ Երբեմն իր աշակերտները գարներ ամայի մի տեղ կքաշվեր, ուրեմն և նաև Տեր Հիսուս այսպես ցույց տալ գուցե, որ նաև ամեն մարդ արժանի չէ իր հրաշքները տեսնելու, անոր հավատք ունի։ Այս մարդուն հարազատները եւ այս մարդը հավատք ուներ, հետեւաբար անոնք տեսան այս հրաշքը, մյուսերը չտեսան։ Ուրեմն ասիկալ այլաբանական ուրիշ մի թասկ ուտա մեզի, այն անհավատները, որոնք կուզեն անպայման հրաշք տեսնելով հավատքի կան, անոնք պիտի չտեսնեն։ Բոլոր հրաշքները նայեցեք հավատացյալներու հետ կպատահին, որովհետև Աստված հրաշքը չօգտագործեր որպես մեթոդ հավատք արծարծելու, հավատք ստեղծելու համար։ Ճիշտ հակառակը հավատացյալին դրված մի շնորհք է այդ։ Կարծես թե իր հավատքի վարձատրությունն է։ Անորամար բոլոր հրաշքներից հետո Հիսուս կսե քո հավատքը փրկեց քեզ։ Եվ նաև այս հատուկ հիվանդության որակի հետ այլաբանական մի մեկնություն կա, անգալ այս մարդը խուլ էր և համր էր։ Ուրեմն հոգեպես եթե մենք մտածենք, որ մեկը Աստծո խոսքերը չհասկանար, կարող չէ լսելու և կարող չէ խոսելու, ուրեմն այդ մարդը պետք է անչափվի ամփոխեն, որովհետև երբեմն մեր հոգևոր խլության պատճառը ամփոխն է։ Մենք ուրիշները շատ լսում ենք և չենք ուզեր Աստծո երթալ։ Հետևաբար, եթե մենք կուզենք մեր հոգևոր լսողությունը բացվի, պետք է առանձնանանք, մեր Սուրբ Գիրքի հետ առանձին մնանք, մեր սրտի մեջ առանձին մնանք, արտոնենք, որ Տեր Հիսուս Քրիստոս մեզի առանձին սորվեցնե, միայն այն իրապես մեր ներքին ըսկայրանքը կբացվի և մեր լեզուն, հոգևոր լեզուն խոսելու կսկսենք մենք։ Մենք ամենքս այդ փորձառություն ունենք, չէ՞, տոնական օրերը շատ լավ է, եկեղեցին այդպես կխորթի բազմությամբ, ուրախ մթնոլորտ կլը,
բայց ամենեն դժվար բախն է աղոթել։ Սրբազան ավետարանական տարբեր նկարագրությունների համաձայն Հիսուս հիվանդներին բժշկելիս պարզապես ձեռքը դնում է եւ հրաշք է տեղի ունենում։ Ինչպես կմեկնաբանեք այս հատվածի նկարագրությունը, ինչով են պայմանավորված այս տարօրինակ թվացող գործողությունները։ Այո, Տեր Հիսուս երբեմն իր ցերկը գտնե, երբեմն խոսքս է, նույնիսկ հիվանդը հոն չէ, զորօրինակ գրնասել որ քնա քու ծարատ բժշկված է, քու աղջիկը բժշկված է եւ կբժշկվին, Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի մեջ այդ զորությունը կա։ Բայց խոսքը հատուկ կվարվի մի տեսակ մեզի ցույց կտա Տեր Հիսուս, որ ամեն հիվանդություն դարբեր է։ Բժիշկները այդ սկզբունքը շատ լավ գիտեն։ Գա հիվանդության ընդհանուր անունները, բայց յուրաքանչյուր հիվանդ յուրահատուկ է։ Հետևաբար այդ հիվանդությունը պետք է ըստ այդ մարդուն համաձայն սերկարնել։ Ուրեմն Տեր Հիսուս խոստը այս մարդուն համար ամփոխեն դուրս հանելու եւ ժամանակ անցնելու հարմար կնկատե իր ականջներով կսպաղվի, մատերը ականջներում կխոթե, լեզուն կփանա, ագաղոթե, խորուն ցայնով կհրամայե։ Ուրեմն մեզի ցույց կտա, որ ամեն հիվանդության նույնպես չես վարվի։ Այլ միտեղ զորունակ գույրին աչքերը փանալու համար ցեղը կորցած է։ Հողին գտուք է եւ հետո անիկա գծեփ է այդ գույրին աչքերուն մի տեսակ Տեր Հիսուս մեզ զգսե որ ամեն ինչ խոսքով չի կատարվի պետք է նաեւ արարական մի բաներ պետք է կատարվի եւ դերևս ասիգա նաեւ մի թասը մեզի համար մենք երբեմն գուզենք որ ամեն ինչ խոսքով կատարվի ամեն ինչ բարձ ցևով կատարվի բայց այդպես չէ կարելի է որ մեկումը հետ ժամանակ անցնես որոշ մարդիկ միայն մեկ խոսքեն չեն հասկնար շատ պետք է խոսել միայն խոսիլ չպավեր պետք է արարքներով ցույց տալ ինչպես որ մի անգամ մենք խոսեցանք չէ Տեր Հիսուս աշակերտներուն շարունակսեր խոնար եղեք համեստ եղեք բայց խոսքը չէր պավեր ի վերջո աշակերտներին ոտքեր լված որպեսզի ցույց տա այսինքն ամեն ուսուցում խոսքով չի կատարվի մարդ ամբողջություն է հետևաբար մարդուն ամբողջապես պետք է մոտենալ մարդուն մարմինն ալ կարևոր է եւ այդ մարմինի համար ալ ժամանակ կուզե ուրեմն Տեր Հիսուս այս հիվանդին մարմինով ժամանակ կանցնե եւ մեկ իր ականջներով եւ լեզվով կսպաղվի եւ իր բժշկությունը կփարի այնպես որ մենք ալ եւ որ գաղութենք եւ բուժում կստանանք Աստծուց կարելի է ասված այդ բուժումը մեզի ժամանակի ընթացքին դա ոչ թե մեկ անգամման եւ պետք է մենք շփոթենք որ մեկ անգամ만 եղածը հրաշք է բայց երկու շաբաթան եղածը հրաշք չէ կամ Աստված չգա այդ բժշկության մեջ չէ այսինքն կարելի է որ մեր առողջացումը ժամանակ առնե որովհետև Աստված ամեն ինչի ժամանակի մեջ ստեղծեց եւ այդ ժամանակը մենք պետք է օգտագործենք նաեւ մեր առողջության համար հոգեվոր եւ մարմնական Սրբազան Հիսուս հիվանդին բժշկելիս երկինք նայեց եւ եբրայերենով արտաբերեց եփաթա բառը խնդրում եմ խոսեք այս բառի նշանակության մասին եւ հայտնի արդյոք թե ինչու այդ պահին Հիսուս եբրայերենով խոսեց Ուրեմն Տեր Հիսուս կորցածեր արամերեն լեզուն Արամերենը ասորի լեզվով մի փարփարներ եբրայերենը բահած էին միայն գրոնքին մեջ այսինքն եբրայերենը իրենց քրափարին դեսեր կարդացված ադենը կհասկնային սուրբ քիրքերը այդ լեզվով կարդային աղոթները այդ լեզվով գնային ինչպես որ մեր եկեղեցին այսօր քրափարը եւ աշխարհափարը կորցածությունը այդպես էր երբեմն քարոզները իրենց արամերենով գնային բայց ընթերցումները գնային եբրայերենով եւ Տեր Հիսուս գիտեր հարգավ այդ լեզուն ինչպես որ Նազարեթ Քացածադենը իր քաղաքը իրեն հրամցուցին եւ ինքը Եսայի մարգարեի քիրքը բացավ եւ հոնդերեն եբրայերենով ընթերցեց այդ բաժինը Եփաթա
ուրեմն այդ լեզվով եբրայերենով փածվիլսել է լեզուց։ Ուրեմն այդ բառը արամերենով ալգրնարսել։ Բայց ընդրեց քրափար օգտագործել։ Եվ այսպեսով Տեր Հիսուս մեզի գսե որ լեզուներ կան, որ ավելի սուրբ են։ Եվ այդպես է, դեղեր կան ավելի սուրբ են։ Ով գրնա արարգել, որ մեր շենքեն ավելի սուրբ է, եկեղեցի շենքը։ Մեր ապրած շենքի մեջ ամեն ինչ կգադարվի, բայց եկեղեցի շենքի մեջ միայն աղոտ կլա։ Հարգավ թե այդ հողը ավելի սուրբ է, քան թե մեր շենքը, քան թե մեր դուները։ Այդ չէ, որ մենք մեր շենքին մեջ չենք գնալ աղոտել, բայց եկեղեցի մեջ ավելի է։ Հիմա այս լեզվով որ մենք կխոսենք, այս լեզվով կհայհոյենք նաև, լսենք հայհոյանքներ նաև, ամեն ինչ համար կօգտագործենք, բայց մեր քրափարը միայն աղոտքի լեզուն է, ուրիշ բան չլար այլևս, միայն աղոտ կա, եկեղեցի արարողությունները կան։ Հետևաբար Տեր Հիսուս գիտեր իրենց քրափարի լեզուն, այդ լեզվով աղոտները, Սուրբ Գիրքը այդ լեզվով կգարթար հաճույք կառներ եւ հիմա հրաշքի ադեն այդ քրափար լեզուն կօգտագործեն։ Այսինքն մեզի պետք է տասը, որովհետեւ մենք հաճախ կլսենք քրափարի օգտագործության սխալմունքի մասին, կսեմ որ պետք է ամեն ինչ հասկանալի եւ շատ բարձ պետք է լա, բայց այդպես չէ, քրափարը իր հետ մեծ զանրություն ունի։ Հազարավոր տարվա լեզուն է։ Եվ այսինքն եկեք մի քիչ հայուլալով ու բարդանանք։ Քրափարը Նոյի լեզուն էր։ Եվ ինչու չեմ գիտեր, բայց մենք չենք մտածել արձարծելու այն քրափարը, որ աշխարհի բոլոր լեզուներով հիմքն է քրափարը։ Այսինքն ինչու համար այդ ստորաթասության բարդությունը կսկանք մենք։ Եվ շատ հավատացյալները փորձառութենան գիտեն, որ եւ որ քրափարով գաղոթեն, հարկավ թե հասկանալու կերպով գաղոթեն, անոր մեջ մեծ հաճույք եւ զորություն կսկան։ Նարեգի լեզվով գաղոթեք, Սուրբ Նարեգի լեզվով, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի լեզվով դուք ավետարան կգարթակ եւ հասկանում եք։ Բայց հասկանալը պայման է, չեմ ասել որ առանց հասկանալու։ Նույնիսկ հայմերը սխալ է առանց հասկանալու քրափարով ասելը։ Միայն մանուկներուն արտոնելի անի կան, որ չեն հասկանալ, բայց հետո պիտի հասկանան։ Բայց չափահաս հայմը որ հայերեն գիտե եւ չհասկանար թե հայմերին մեջ ինչ կսե սխալ է, պիտի հասկանա։ Այնադեն իր կյանքին մեջ մի քանս կունենա, որ Աստծո հետ խոսելու, հարաբերվելու հատուկ սուրբ մի լեզուն կդառնա։ Եվ ինչու՞ չէ, Տեր Հիսուս նաև մեզ գսե, որ որոշ բառերը որոշ լեզուներով ավելի ուժ կստանան։ Ավելի ուժ կստանան։ Սուրբ Հոգին գաշխատի մարդուն լեզվով ամենեն առաջ։ Հիշեցեք Պենտեկոստեին, երբ որ Սուրբ Հոգի տապվեցավ, իրենց լեզուներով բացվեցավ, դարբեր լեզուներով կխոսեին։ Պողոս արաքելը գսե ռեշտակների լեզուներ կան։ Եվ մենք չենք գիտեր, հետևաբար հոստը Տեր Հիսուս այդ բառը կկործածե եւ գիրականանա։ Նաև հոստը շատ կարևոր է, երբեմն մենք շատ կխոսենք, բայց ոչ մի բան չփոխվի։ Հոստը մենք բառ կխոսենք միայն։ Եվ հրաշքը բադահի այդ բառով, որովհետեւ կարևորը ով է խոսում, ինչպես է խոսում։ Եկեղեցու պատմության մեջ շատ քեեցիկ մի պատմություն կա։ Նիկիո ժողովը որ գումարվեցավ 325 թվականին, Կոստանդիանոս կայսրը նաև խոներ, եւ ճիշտ այդ շրջանն էր, որ քրիստոնեությունը կզորանար, բայց հեթանոսներ ալկային եւ կթիմադրեին քրիստոնեության զորության, եւ որ հեթանոսները իմացան, որ եկեղեցու հայրաբետները կհավաքվին ամենեն հեղինակավոր մտավորականները եւ այլն, Կոստանդիանոսին գսան, որ նաե քրիստոնեության ամենեն գարգարուն թեմքերը եկել են։ Հիմա մենք ալ խոսենք, մենք փիլիսոփաներս մեկ ներկայացուցիչ անենք, իրենք ալ իրենց մեջ մի ներկայացուցիչ հանեն եւ վիճապանին։ Եթե հաղթահարեն, մենք ընդունենք
բայց թուն այն ադեմ պիտի տեսնես, թե որքան միամիտ է քրիստոնյաներուն հավատքը։ Կոնստանտինոսը լավ գսե եւ գհայտնե ժողովականներուն, գսան որ լավ է եւ գմտածեն թե ով պիտի լա իրենց մեջ իրապես մտավորական եպիսկոպոսներ կան եւ այլն, բայց հոնդե հալածանքներեն մազաբուր փրկված մի եպիսկոպոս կա, մեկ ոտքը գաղ է, մեկ աչքը հանած են, բայց սուրբ է եւ հրաշագործ սուրբի համբավ ունի, գսե որ ես կուզեմ պատասխանել։ Հիմա գսեմ որ թուն այսինքն հավատացյալ, բայց այս փիլիսոփային ինչպես պիտի քլուխ պիտի հանես, օրուգուք, ուրեմն փիլիսոփան գսե որ նախթուն խոսե, ուրեմն այս եպիսկոպոսը գել է գաղելով եւ մեկ աչքով կդնգեի փիլիսոփային աչքերուն եւ գշպտի գսե որ սիրելի եղբայր գսե Աստված քեզ այնքան շատ սիրեց որ իր միածին որդին տվավ ան Գույս Մարիամեն ծնվեց ապրեցավ անիկա խաչի վրա քեզ համար մերա փայծառություն արավ երկինքան բարձավ չես հավատում փիլիսոփան գնայի գսե որ հավատում եմ գսե մեծ գել լեոնդը եւ հետո միս փիլիսոփային գերներ վրան գհարցակին գսեմ որ ինչ ուր դու այս բարձունակ բարերը սավ ինչու համար այսպես ամիջապես գնթում սա գսե փիլիսոփա չեմ գիտեր գսե բայց այդ աչքով եւ այդ խոսքերով այդ մարդը ինչ որ լսի շտագեր գսե գսկայի գսե ինչ որ գսեր այդ մարդը շտագեր չեմ գնար բացածել բայց շտագեր ուրեմն իրապես այդպես է միայն բարը կարևոր չէ խոսքը չէ բայց ով է ասում Ետևեն ինչ զորությամբ է ելնում ոստե Հիսուս մեկ բարով թերևս աշխարհի ամբողջ բժիշկներուն չկարողացած բանը ուրավ որովհետև Աստծո որդին էր որովհետև Սուրբ Հոգի զորությամբ էր գործում այդ բարերով միասին իր մեծ զորությունը կփոխանցվեր Սրբազան Հիսուս հաճախ էր բժշկության հրաշքներ գործում արդյոք այս ամենի մեջ միայն ֆիզիկական մարմնական հրաշքներ կարող ենք տեսնել թե այլաբանական իմաստներ էլ կան Անպայման որովհետև նայեցեք Տեր Հիսուս Քրիստոսին հատկապես կործած բժշկության հրաշքներուն գույրերու աչքերը կփան հա խուլերը կլսեն համրերը կխոսին կաղերը անդամալույձերը քալելու կսկսին փորոդությունը կփուշվի եւ այս բոլոր մարմնական հիվանդությունները ունի նաեւ իր հոգեվոր զուգահեռ արժեքները մարմնական գրությունը հոգեվոր գրության խլությունը Աստծո խոսքերը չլսելու համրությունը Քրիստոսի մասին չվգայելու հիվանդության փորոդությունը մեղքի խորհրդանիշն է ուրեմն դեր Հիսուսի որ բժշկություն կդա այս մարմնական մեր հիվանդություններուն նաև անիկա մենք պետք է հասկանանք որ նաև բժշկություն կդա մեր հոգևոր ախտերուն եւ հիվանդություններուն ուրեմն այս աչքով եթե դիտենք մենք գուրությունը շատ կարեւոր է այդ սելը որ մեր ներքին ըսկայրանքը լավ չաշխատում եւ այնադեն մեր աչքերը շատ սահմանափակ տեղեկություն կտա մեզ դիեսերքի մասին մենք միայն չենք կրնար մեր ըսկայրանքներուն հենվելով դիեսերքը ընկալել այնադեն շատ կսխալենք մենք աչքերով կտեսնենք որ մեկը կթաղվի հետո կփճանա կդարալուծվի այդպես ոչինչ չմնար այդ մարդն բայց մեր ներքին ցայնը գսե որ չէ մի բան կշարունակվի ներքին աչքերով մենք ուրիշ բան կտեսնենք միայն չենք նայր դարերուն զորունակ գսենք որ ծաղիկը քեեցիկ է բայց ինչպես ծաղիկը ստեղծել է ինչպես ծաղիկը այսքան քեեցիկ կրնալա այս անասնական աշխարհը այնպես հրաշքներով լեցուն է ինչպես կարելի է այդ եւ հոնդերեն մենք Աստված կտեսնենք այդ ներքին մի աչք է հետևաբար այս աչքը փակ է շատ մարդոց հետևաբար գույր են իրենք հոգեվես Տեր Հիսուս կփանա այդ հոգևոր գրությունը որոշ մարդիկ չեն լսում Աստծո խոսքերը նույնիսկ եկեցի գերտան չեն հասկնար
նույնիսկ կարդան նախատասությունները կհասկանան, բայց չեն հասկանար ավետարանը գարնան իրենց քունը գուկա չմտներ ներս։ Եվ Հիսուս հոնդը մեր լուսողությունը կփանա։ Եվ մենք կսկսենք եւ կսենք ինչպես չի հասկացած ասիգա, այսքան բարձ փամը։ Հետո մեր լեզուն կփանա Տեր Հիսուս։ Երբեմն մարդիկ կան, որ հավատացյալ են, բայց չեն գնալ խոսել Քրիստոսի մասին։ Ուրեմն Տեր Հիսուս մեզի խոսելու, հոգևոր բաներ խոսելու կարողությունը կտա։ Եվ մեծ սով կա իրապես խոսքի Աստծո խոսքի սով կա մեր ընտանիքներն ներս։ Մեր բարեկամություններու սերմ շրջանակներու մեջ ամեն ինչ կխոսենք, բայց երբ որ Աստծո մասին կա խոսելու լեզուներ կգրբվին։ Տեր Հիսուս այդ կփանա։ Եվ կսկսենք մենք խոսելու Աստծո եւ հոգևոր նյութերու մասին։ Այսինքն նայեցեք Տեր Հիսուսի հրաշքները մեզի հոգեբես նաեւ կատարյալ դարձնելու ուղղված է։ Մարմինը աչքի գզարն է անմիջապես այդ պակասությունները, բայց մենք պակասություններ ունենք նաեւ հոգի մեջ, որ կարգել է մեզի կատարյալ մարդ լալ է եւ կյանքը կատարելապես վայելելու եւ Աստծո ճամփաներու մեջ խորանալու։ Տեր Հիսուս Քրիստոս ոչ միայն կգանչե մեզ հավատալու, բայց կփուշան մեզ, նոր կյանք կտա մեզ։ Մեր էության մեջ հիմնական այդ փոփոխությունները կկատարեն։ Մենք այսպես մեծ բժիշկ ունենք, բայց չենք երթարանոր։ Մենք մեզի կտարաբին կգյանանք։ Սրբազան երբ Հիսուս խուլուհամրին բժշկեց, պատվիրեց ոչ ոքի չասել այդ մասին։ Ինչու էր Հիսուս ցանկանում գաղտնի պահել այդ ամենը։ Երբեմն աջիշտ հակարակ գսե քնա դու դարձիր եւ վգա դարձիր հոն։ Մենք հարգավ թե այդ բահին եղած մտնոլորտը չեն գիտեր, որովհետեւ երբեմն Տեր Հիսուս հետապնդման մեջ է։ Այսինքն մարդիկ թրված էր իրենց յետևից քննելու թե ինչ կսե, ինչ կսորվեցնե, ինչեր գնե լրդեսելու համար։ Կան դեղեր, որ մարդիկ իր վրա շատ կուքային հրաշքի համար։ Ուրեմն Տեր Հիսուս երբեք ինքսինք հրաշակորձի համբավը ունենալ չեր ուզեր։ Տեր Հիսուս վարդապետը լալ ուզեր։ Աստծո արքայությունը քարոզել ուզեր Տեր Հիսուս։ Անոր համար դերան քարոզով կսկսի իր ժողովրդական կորձը, ոչ թե հրաշքով անպայման։ Ուրեմն մարդիկ կուքային շատ հաճախ ոչ թե կյանքի փոփոխություն կուզեին, այլ հրաշք կուզեին։ Բայց կային ուրիշ մարդիկ, որոնք իրապես լուսափանվել կուզեին, կյանքի փոփոխություն կուզեին, ապաշխարել կուզեին, բայց այդ հրաշք որսորդները արգելք կլային, կխջովեին, իրենց հիվանդները կփերեին եւ երբեմն քարոզի դեղ չեր մնար։ Քարոզի դեղ չեր մնար։ Հետևաբար Տեր Հիսուս ասել որ մի տարածեք այս հրաշքը։ Կփավա այսքան արդեն տարածված է իմ հրաշակորձությունս։ Հիմա տարածեք ավելի պիտի կան միայն հրաշքի համար պիտի կան։ Եվ այսպեսով Տեր Հիսուս մի տեսակ մեզիալ կզգուշացնե, որ հրաշքի կամ այդ հրաշակորձության երևույթը պետք է շատ շեշտվի եկեղեցին մեջ։ Բոլոր աղանդավորական միտքը այդ ուղղությամբ կաշխատի։ Անպայման հրաշք պիտի լա։ Ամենեն կարևոր բանը հրաշքներ են։ Արդու իրգուն հրաշքների մասին կխոսին։ Սուրբ Գիրք պիտի գարտան հայտնության քիրքեն կսկսին։ Անոր այդ խորհրդավոր բաներ են։ Թուղթ մատիտ կանեն գահաշվեն թե Քրիստոս երբ պիտի վերադառնա։ Կգարձեմ որ հավատքը այս է։ Չէ, հավատքը լերան քարոզի մեջ է։ Թշնամիտ պիտի սիրես, պիտի ներես անիկա, պիտի աղոթես անոր համար։ Գեղձավոր պիտի չլաս, սրտանց պիտի աղոթես, քակնաբես պիտի լա քո հավատքդ։ Տեր Հիսուսի ուսուցումը այս է, բայց աղանդավորական միտքը արդու իրգուն հրաշքի մասին է։ Բայց Հիսուս ինչ կսոստե մի խոսիկ այս բաներում։ Հրաշքը վարձատրություն ունե հավատացյալին դրված։
բայց Աստված չուզեր, որ հավատացյալի կյանքը հրաշքի վրա հիմնվի, այլ Քրիստոսի վրա հիմնվի, որ հրաշքներ կարող է գործել։ Այնպես որ այն քրիստոնյաները, որոնք հրաշքներով հրաբուրված են, շատ հաճախ մագերեսային է իրենց հավատքը, որ իրենք կգարձեն, որ խորունգ է, բայց մագերեսային է։ Իրենց հավատքը միայն այդպես աչքարու հրաբուրիչ բաներու վրա հիմնված է։ Չդոգար կյանքի դժվար բաներուն առջև։ Իրենց հավատքը չփորձվիր այդ բաներուն մեջ։ Ամենեն փոքր մի դժվարության մեջ հրաշք կսպասեն։ Աստված սերքեր, ոտքեր եւ խեղ տված է չեն կործածել, բայց հրաշք կսպասեն։ Չէ, այդ չէ։ Մենք հրաշքներուն հակառակ չենք։ Հրաշքներ միշտ կբադահին, եթե Աստված կենթանի է, հրաշագործ Աստված է նաև, բայց մեր ուսուցումը Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետության հիման վրա է եւ ամբողջականությունը պետք է ուսումնասիրենք մենք։ Մեր ամեն ինչի հրաշքներում պետք չէ կապենք եւ հրաշքներու վարդապետությունն ալ պետք չէ այդպես շատ տարածվի, որովհետեւ անիկա անարդար ակնկալություն, սպասում գտնեն եւ տասնապանյայի մի օրենքը իրականության մեջ ոտնագող ընելու թույլ կփանա։ Ինչ անիկա պիտի չփորձես քու Տեր Աստվածդ, որովհետեւ հրաշքներու այս շեշտվածությունը հավատացյալին վրա այնպես փերգտնե, որ Աստվածը ստված է հրաշք գործելու։ Ես հավատ ունեմ, ուրեմն իմ ուզածս անպայման պիտի տա։ Եթե չտա, եթե հարմար չտեսնի ինչ պիտի լա։ Ուրեմն խոստե Տեր Հիսուս հրաշքներու մասին մի տեսակ կբահանչե, որ մենք զուս փլանք, որովհետև նայեցեք, կարելի է մարդիկ տարածեն, ինչպես որ այս մարդիկ տարածեն, կարելի է սխալ տարածեն։ Կարելի է սխալ տարածեն, որովհետև շատ կարևոր է նաև Քրիստոսի ռազները շիդակ կերպով տարածվի։ Եվ որ սխալ կերպով տարածվի, այնադեն Քրիստոսին վնաս կփերը, ոչ թե պատիվ կփերը։ Այնպես որ մենք հիմար հավատացյալներ ունենք աշխարհի վրա, թերը կմերժեն, բժիշկը կմերժեն, միայն հավատ կսեն եւ կգարձեն, որ Քրիստոս այդ սորվեցուց։ Եվ անբատվություն կփերեն։ Մարդիկ կնային ասեն, որ հավատացյալ է։ Եվ արդեն հավատացյալի խոսքը հավատացյալ բառը ճագերտի մեջ կսեն եւ քիմծիծաղով կսեն։ Հետամնաց մի երևույթ է։ Ինչու այս է հրաշքներու չափազանց շեշտավորումն է։ Սրբազան, մենք քրիստոնյաներս ինչպես պիտի վերաբերվենք մեր շրջապատում ապրող ֆիզիկական տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց, արդյոք ավետարանական այս հատվածը նաև ուսուցողական նշանակություն ունի։ Այո, այսինքն մենք եթե հավատացյալ ենք, այնադեն մենք մարդոց ճշմարիտ բժիշկին առաջնորդել, որ Հիսուս գրնա բուժել նաև թե իրենց մարմնական եւ թե հոգեկան ախտերը։ Ամբողջ աշխարհը այդ լույսը կսպասի եւ Հիսուս սավ իր արաքյաններուն եւ մեզի գսե դուք եք աշխարհի լույսը, դուք եք աշխարհի աղը։ Մենք ամեն մեկս ուրիշի փրկության համար ունելիք մի գործ ունենք։ Երբ որ մենք դժվարության մեջ մի մարդ կտեսնենք, եթե մարմնական դժվարություն ունի, անիկա շատ դեսանելի է եւ ամեն մարդ կգարեկցի, կգտա, օգնել կուզե, բայց կա նաեւ հոգեվոր մեծ տարապողներ, խավարի մեջ են, խորեդեսության ամենեն ծանր հադագին մեջ են, պետք է անոնց սերկ երկարել, պետք է անոնց ասել, որ գա բժիշկ մը գա, քու բոլոր այդ անդեսանելի վերքերդ կրնա բուժել։ Անիկա Տեր Հիսուս Քրիստոսն է, մերավ, հարություն արավ, համբարձավ, Սուրբ Հոգիով գուքա քու սիրտիդ, քու մարմինիդ մեջ եւ կփոփոխե նորոգություն կստեղծե, քեզի նոր մարդ կստեղծե, նոր աթամ կդառնաստու։ Հիմա այս բոլորը մեկը բիդեսը։ Նայեցեք եկեղեցականների թիվը բավական չի ասոր համար։ Ամբողջ Հայաստանի համար 250 եկեղեցական կա։ 3 միլիոն ժողովրդի համար։ Չի բավեր։ Դուք պիտի ունեք այդ գործը որպես հավատացյալ։ Ձեր պարտականությունն է Տեր Հիսուս Քրիստոսի հետ ծանոթանալ եւ հետո ձեր բարեկամները տանել Քրիստոսին։ Ոս
այդ կա ոստե Տեր Հիսուս այդ մարդը իր կողքերով այդ անձերն ալկարն է եւ անոնց հետ միասին այդ հրաշքը կորցը հետեւաբար մենք ունենք այդ բարդականությունը եւ կարողությունը ունենք Տեր Հիսուս գսե որ մարդու որդին աշխարհի վրա մեղքերը լուծելու իշխանություն ունի ինչ որ կգապեք կգապվի ինչ որ կլուծեք կլուծվի այսինքն այդ ասել չէ որ ամեն մարդ քահանա կդառնա եւ խոստովանա կընդունի բայց մենք կարող ենք ուրիշներու սխալները շտկել մենք կարող ենք ուրիշներու հիվանդության բուժման օգտակար դառնալ պետք է թեմ հանդիման բերենք մարդոց Քրիստոսին հետ մենք այդ բարդականությունը ունենք մենք բժիշկ եւ փրկիչ չենք բայց ամեն հավատացյալ պետք է մեծ բժիշկի եւ փրկիչի ճամփան պետք է իմանալու է թե ինքը պետք է երթա անոր եւ թե կարողանա ուրիշները տանելու իր հետ Շնորհակալություն սրբազան մեկնությունների համար Հարգելի հեռուստադիտող հետևեք մեր հաղորդումներին ամեն երեքշաբթի բացահայտեք ավետարանական ճշմարտությունները Սահակ Սրբազանի օգնությամբ Մինչ հաջորդ հանդիպում